Իրականում չեմ կարող ասել ինչ հետևանք կունենա, բայց սա ուղղակի հերթական դրսևորումն է ընդդեմ ընդհանուր առմամբ, ընդդեմ եկեղեցու այդ հալածանքների շարքին, որ այս իշխանությունները անկասելիորեն, իրենց թվացել անկասելիորեն փորձում են գնել։ Իրենք փորձում են մարդկային ջանքերով անել այս ամեն ինչը։ Նախ խայտարակությունը դա եւ ամոթ, դարերի ամոթն է եւ ես վստահ եմ նաեւ մեր հայրերի նզովքն է իրենց ուղեկցելու։ Իրենց դժբախտությունների նաեւ պատճառն է դառնալու բոլոր առումներով, այն բոլոր իմաստներով, ինչ որ բերել են մեր ժողովրդի գլխին որպես ողբերգություն։ Երկրորդ, Սուրբ Գիրքը շատ հստակ սահմանում է Աստծո օծյալի դեմ, երբ գործում ես, պատիժն էլ չի ուշանում, ինչ տեսքով կլինի այդ պատիժը, միայն Աստծուն է հայտնի, բայց Սուրբ Գիրքը լրիվ պատմում է մեզ դրա մասին։ Եվ հետևաբար, սա ուղղակի զգուշացում է իրենց, ինչ որ հիմա անում են, ինչ որ հիմա գործում են, իրենց դիվական մտքով, ժողովուրդն է քաշելու այս բոլորի պատասխանը տալու եւ ժողովուրդն էլ հիմա պարզապես կոչված է ընդվզելու, ուղղակի ընդվզելու, ցույց տալու, որ ինքը մասնակից չէ այդ ամբողջ գործընթացին։ Սխալական, եթե տիրադավ որևէ հոգևորական օրհնի ազգային ժողովի առաջին նիստը, դա կնշանակի արդյոք, որ այդ օրհնությունը, այսպես ասած, պղծում է խորհրդարանը եւ եթե այդպես է, ապա պետք է խորհրդարանական դիմությունը մասնակցի այդ արարողությանը։ Խորհրդարանական ընդդիմությունը ինքը կորոշի ինչ անի, թե չէ, ես վստահ եմ, որ չեն մասնակցի, ես էլ հորդորում եմ չմասնակցել։ Ուղղակիորեն չմասնակցել, որովհետև պատճառ չկա մասնակցելու։ Հենց, հա? Այո, դուք հարցը դրա մասին է, ես էլ ասում եմ, որ այդպես։ Երկրորդը, այդ խորհրդարանի շենքը կառուցվածը Կոզեռնի գերեզմանատան վրա։ Այսինքն ի սկզբանե այդ շենքը ինչ որ իմաստով այլևս գտնվում է որոշակի առումով նզովքի ներքո։ Դրա համար էլ երբ մտնում ես այդ շենք, քեզ լավ չես զգում ընդհանրապես։ Իսկ չարիքը որտեղ պետք է բնավորվի այդ շենքում, որպես իշխանություն։ Այդ շենքը պետք է ոտքից գլուխ սրբագործվի, վերաօծվի, վերագործարկվի, անընդհատ օրհնություններ լինեն այդ շենքում, որ գոնե մեր հայրերի այդ նզովքը որ կա, որ գերեզմանատան վրա կառուցել են, գոնե ինչ որ իմաստով մեղմի, Աստծո բարկությունն էլ հետ է։ Իսկ թե հիմա իրանք քիչ առաջ ասում էին, վեհապարին չեն հրավիրի, մի օր կաղաչեն, որ գնա իրենց բանտերում այցելելու։